Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Այսօր, երբ ձայնագրում ենք, փաստացի մեկ օր, մի ամբողջական օր անգամ չի անցել, ինչ տեղի ունեցավ հանգստյան օրերին բաժին ասած, սպորտային աշխարհի ամենակարևոր իրադարձությունը Սուպեր կլասիկոն։ Ռեալ Մադրիդ Բարսելոնա մի խորագիր, որի կողքով անցնել պարզապես չի կարելի, այնպես որ այսօրվա թողարկման առյուծի բաժինը հատկացնելու ենք Սուպեր կլասիկոյին, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ եւ ինչու կատալոնական ակումբը առանց որևէ պայքարի, գոնե ինձ համար առանց որևէ պայքարի լքեց Մադրիդը։ Դրանից բացի մի շարք էլ ավելի հետաքրքիր հայկական սպորտի երկրպագուների համար էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ կան, նաև անակնկալ ունենք Գեղասահքի սիրահարների համար, քանի որ ֆանտաստիկ մի ռեպորտաժ ունենք Ֆրանսիայից այդ մասին ավելի մանրամասն կխոսենք, նաև ռեպորտաժը կդիտենք արդեն այս թողարկման վերջնամասում, այնպես որ ամեն ինչ արդեն իսկ պատրաստ է ու մենք սկսենք մեր քննարկումը ու այն սկսենք Սուպեր կլասիկոյից։ Դե ինչ իսպանական ֆուտբոլ, եթե չենք խոսելու իսպանական ֆուտբոլի երկու գրանդների միջև հանդիպման մասին։ Վերջին շրջանում, վերջին տարիներին նորից Բարսան հավաքեց, հասավ եւ սկսեց կրկին պայքարել Մադրիդի Ռեալի հետ, քանի որ դրանից առաջ էլ Մադրիդի Ռեալը ինչ որ հեգեմոնիայի շրջան էր կառուցում, կարողանում էր Բարսային ամեն հնարավոր առիթով, ամեն հնարավոր տեղում ու դաշտում պարտության մատնել։ Ֆլիկի տղաները ցենց ասեմ գերվստահ էին մոտեցել այս խաղին եւ ոչ թե գերվստահ էին մոտեցել այս մրցաշրջանին, սկսել են այս մրցաշրջանը գերվստահ խաղերով, ինչ որ ցիկլ են տալիս, գնա-գալիս եմ։ Ոչ, այդպես չէ, բայց խաղին կոնկրետ այս մոտեցել էին այնպես, կարծես թե սա ինչ որ հերթական հանդիպում է, հերթական ինչ որ Ալավեսի Խետաֆեի հետ։ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները այս հանդիպմանը այդպես չէին մոտեցել ու դա նրանք ապացուցեցին հենց խաղադաշտում։ Ի տարբերություն Բարսայի, խաղում երևում էր, որ նրանք պատրաստ են պայքարելու ամեն սանտիմետրի համար եւ ամեն դիրքում, ամեն գնդակի համար։ Դա Բարսայի ֆուտբոլիստների մոտ ընդհանրապես չէր արտահայտվում։ Գնդակը դուրս է գալիս դաշտից, թող գլորվի դաշտից դուրս գա։ Նետումը մեզ համար լրիվ բավարար է։ Գնդակը Ռեալի ֆուտբոլիստի մոտ է, թող նա շրջվի, մենք նրան արդեն կդիմավորենք, ամեն մեկս մեր դիրքում։ Նման մոտեցում, այո, թեորիապես կարող է լինել, բայց ոչ նման խաղերում։ Այս վերնագիրը, խաղային այս վերնագիրը, այն խաղը չէ, որին կարելի է մոտենալ որպես շարքային հանդիպման։ Եվ իր հերթին Բարսայի ֆուտբոլիստներից մասնավորապես Լամին Յամալը ջրաղացին ջուր էր լցրել ու չնայած իր թիմակիցները, կրկնում եմ, հանդիպմանը մոտեցել էին որպես շարքային դիմակայության, ինքը տենց կրակի վրա յուղ էր ավելացրել, մեղմ ասած այդ տղան չի կարողանում իր լեզվի վրա արտահայտություններ ոչ մեկ նրա լեզվից չի քաշել, հասկանում եք, սա արդեն առաջին դեպքը չէ, երբ կարևոր դիմակայություններից առաջ նա ինչ որ արտահայտություններ, ռեպլիկներ է իրեն թույլ տալիս մեդիա դաշտում, Բարսայում արդեն այդ թեմայով անհանգստացած են, ցանկանում են դա քննարկել երևի թե նրա հետ, թե նրա ծնողների հետ, երիտասարդ է, այո, արդեն նա ինչ որ մի բան Բարսայի պատմության մեջ ասել է իր առաջին երկու մրցաշրջանների ընթացքում, ցույց է տվել, որ նա գալիք ամենամեծ աստղերից մեկը կարող է դառնալ ու համաշխարհային ֆուտբոլի նաև։ Սակայն առաջին դեպքը դա ազգերի լիգայի Պորտուգալիայի հետ եզրափակիչն էր, որտեղ եթե ոչ մենք ապայելով հենց ինչ որ միտքեր արտահայտել, հետո արդեն PSG-ի հետ հանդիպումը, որտեղ էլի ինչ որ գրառում էր արել եւ արդյունքում պարտվել էին, իդեպ պարտվել էր նաև այնտեղ Իսպանիան, Պորտուգալիային եւ վերջապես այս խաղում եւս նա ինչ որ իրեն բնորոշ, բայց իսկական մարզիկին, ատլետին ոչ բնորոշ արտահայտություններ է թույլ տալիս, անհարգալից։ Ես գիտեք ինչ, յուրաքանչյուր նով երկրպագում է Բարսային, վստահ եմ, որ կարծում է
մրցավարները առիթ անառիթ աջակցում են Մադրիդի Ռեալին։ Աչք են փակում որոշ խախտումների վրա, աչք չեն փակում, երբ մրցակիցն է խախտում։ Առիթ անառիթ ցույց են տալիս կարմիր քարտ այն դեպքերում, երբ որ հնարավոր է մեկ այլ թիմի դեպքում բավարարվեր դեղին քարտով։ Ամեն մի Բարսայի երկրպագու այդպես է մտածում։ Եվ այն, որ Ռեալի ֆուտբոլիստները կարող են իրենց թույլ տալ ճնշել մրցավարներին, օգտագործել իրենց ակումբի անունը, հեղինակությունը, գիտեք ինչ, աշխարհում չկա մի այնպիսի թիմ, անգամ եթե նրանք չունեն այդ հեղինակությունը, փորձում են ճնշում գործադրել մրցավարների վրա։ Բոլորն են դա անում։ Դա անում է անգամ Բարսելոնան։ Այո, ավել կամ պակաս, դա մարտավարության մի մաս է, ոչ ոք չեղյալ չի հայտարարել դա։ Ոչ ոք չի սահմանել, որ օրենքով չի թույլատրվում մոտենալ մրցավարին եւ չխոսել նրա հետ։ Այո, հիմա սահմանափակումներ մտցրել են, սակայն եթե հնարավորություն ունի պայմանականորեն ավակը մոտենալ եւ անվանապես ճնշում գործադրել, հակափաստարկներ բերել, խոսել, բացատրություն պահանջել ինչ-որ դրվագի համար, դեղին կամ կարմիր պահանջել, ոչ ոք դա չեղյալ չի այդ։ Այո, փորձում են սահմանափակել, բայց այն չեղարկված չէ։ Ըստ այդմ գրել եւ խոսել նման բանի մասին այն դեպքում, երբ որ դու քո շանսերի վրա այդքան էլ վստահ չես կարող լինել, մի տեսակ այն չէ, ճիշտ չէ նվազագույնը։ Բարսայի մարզիչը իր հերթին նախորդ խաղում ունեցած տարաձայնությունների արդյունքում ստացած կարմիր քարտի հետևանքով փոխարինողների նստարանին չէր եւ այդ դիրքում նա նույնպես փոխարինվել էր հերարցակողները պարբերաբար փնտրում էին կադրով ցույց էին տալիս թե որտեղ է ինչ որ ակվարիումից պատուանի հետևից փորձում է հուշել դիտարկումներ է անում քննարկում է իր հարևանությամբ մարդկանց հետ գերմանացի մասնագետը, բայց դա էլ հասկանում եք այն չէ եւ այդտեղից պատուանի հետևից նա չէր կարողանում իր սաներին օգնել։ Իսկ իր սաները նվազագույնը անում էին այն, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի։ Նրանք անում էին այն ամենը, ինչ կարող էին իրենց թույլ տալ, եթե մրցակիցը լիներ շատ ավելի համեստ, պայմանական Սևիլյան։ Չնայած բանից պարզվում է, որ Սևիլիայի պես մրցակցի դեմ անգամ այս մրցաշրջանում Բարսան անզոր է։ Այո, կատարյալ խաղ Բարսելոնան ցույց չի տալիս այս մրցաշրջանում։ Նույնը կարող ենք ասել իդեպ Մադրիդի Ռեալի մասին։ Բայց մադրիդցիները մեկ առավելություն ունեն։ Նրանք նման խաղերին մոտենում են ինչպես հարկն է։ Նրանք հասկանում են ամբողջ առաջնությունը մի կողմ, Բարսայի հետ սեփական հարկի տակ հանդիպումը մի կողմ։ Այս խաղում պետք է ամեն գնդակի համար պայքարել։ Բարսայի ֆուտբոլիստների այդ առանց ցանկության հանգիստ, համեստ մոտեցումները հանգեցնելու է այն ամեն ինչին, ինչ տեղի ունեցավ։ Եվ արժանիորեն Մադրիդը հաղթեց։ Մադրիդը կարող էր հաղթել, եթե այս հանդիպումը տեղի ունենար մի քանի տարի առաջ, երբ վառը չկար, այո, անգամ կրկնում եմ, այո, հնարավոր է այնտեղ սանտիմետրերի խաղից դուրս իրավիճակներ կային, բայց դա էական չէ։ Երբ Մադրիդը խաղար տարիներ առաջ, բոլոր գոլերը հաշվելու էին, արժանիորեն հաշվելու էին, ես ուզում եմ դա ընդգծել, որովհետև Մբապեի գոլի պարագայում պետք է ժամանակակից տեխնոլոգիաներ գիծ գծվի, որ տեսնենք այդ սանտիմետրերի տարբերությունը եւ գոլը չեղարկվի։ Բայց այն, որ Բարսան ոչինչ չէր հակադրում դրան, կարծում եմ դա միանշանակ է եւ նման թիմը պետք է եւ պարտավոր է պարտվել։ Նա արժանի չէ որևէ բանի։ 11 մետրանոց պաշտպանությունում աշխատող ֆուտբոլիստները, որոնք այդ հենց սանտիմետրերով պայմանավորված խաղից դուրս իրավիճակները ապահովում էին, որպեսզի գոլերը չարձանագրվեն վերջնականապես։ Ու Բարսան տանուլ չտա հանդիպումը 3-4 գնդակի տարբերությամբ։ Դարպասային գծում Շեսնին աշխատեց այնպես, ինչպես պետք է։ Հետ մղեց 11 մետրանոցը։ Իսկ ինչ էր անում Արծևի գիծը Բարսայի, մեղմ ասած ես այդքան էլ գլուխ չանեցի։ Եվ կասկած ունեմ, որ դրա մեղավորը հենց այդ գեր ինքնավստահությունն է, երբ վստահությունը դառնում է կեղծ ինքնավստահության եւ արդյունքում դու դրա համար պատժվում ես։ Բարսան պատժվեց եւ մրցաշարային աղյուսակում արդեն Ռեալի
հեգեմոնիան գոնե այս պահին ընդգծվում է, նրանք 5 միավորի տարբերությամբ արժևում են եւ 27 միավոր ունեն իրենց ակտիվում, կրել են միայն 1 պարտություն Մադրիդյան դերբիում Մադրիդի Ատլետիկոից։ Բարսան երկրորդն է 22 միավորով եւ 2 միավոր արդեն նրանց զիջում է Վիլյարեալը, որը այս մրցաշրջանում դեղին Սուզանավը կրկին Արդեն ուզում եմ ասեմ ավանդապես, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում համեստ այդ թիմը, համեստ այդ բնակավայրից դարձել է իսպանական ֆուտբոլի գրանտներից մեկը, այո, միանշանակ գրանտներից մեկն է։ Էլ ավելի անակնկալ է տեսնել Էսպանյոլին, որը մեղմ ասած այն թիմը չէ, որը 10 խաղից հետո պետք է լավագույն քարյակում տեղ ունենար եւ թերևս այդ տեղը հենց գրավել է Մադրիդի Ատլետիկոյի փոխարեն, ով բարբերաբար լինում է լավագույն քարյակում։ Իհարկե ատլետները ունեն մեկ հանդիպում եւ այդտեղ հաջողության դեպքում նրանք նորից կշրջանցեն եւ կվերահաստատեն իրենց տեղը լավագույն քարյակում։ Իսպանական ֆուտբոլի մասին թերևս այսքանը, խոսքս եզրափակեմ Լամին Յամալի նվիրված մի փոքրիկ եզրափակիչ մտքերով, քանի որ նրա եւ Մեսսիի միջև հայամատությունները շատ են, արդյունքի եւ արդյունավետության տեսանկյունից նույնպես, այո, նրանք համեմատելի կարիերաներ են սկսել, ել չեմ ասում, որ խաղում է մի դիրքում, որտեղ որ հիմնականում հենց Մեսսին էր խաղում, այսինքն կան տասնյակ պատճառներ նրանց համեմատելու, բայց կա բազային մի քանի պատճառ, որը հիմնակարային է։ Տվյալ դեպքում Մեսսիի հանգստությունը, հանդարտությունը, ավել պակաս մտքեր իրեն թույլ չտալը, ավագ սերնդին հարգելը, ընկալելը, որ որքան էլ դու տաղանդավոր ես, դու պարտավոր ես անցնել տարիներով ճանապարհ եւ տարիների ընթացքում շարունակաբար ցույց տաս, որ դու արժանի ես այդ տեղին, այլ ոչ թե մեկ մրցաշրջան, 2 անգամ 3 դա Բարսայի կտրվածքով եւ եթե դու Մեսսի ժառանգորդն ես, դու ցանկանում ես նրա ճանապարհը շարունակել, դու պարտավոր ես 3, 4, 5 եւ 6, եթե ոչ ավելի տարիներ ստաբիլություն ցուցաբերել արդյունավետության տեսանկյունից սեփական անձը մեդիա դաշտում ու համայն աշխարհին ցուցադրելու տեսանկյունից սեփական արած աշխատանքի տեսանկյունից, իսկ թե ինչ սկանդալներ են նրա շուրջ տեղի ունենում, ինչպիսի ռեպլիկներ, ինչպիսի մեկնաբանություններ է թույլ տալիս նրա հայրը, Լեո Մեսսի հայրն էլ ամենաների շարքին չի պատկանել մեդիա ակտիվության տեսանկյունից, նա էլ իրեն պարբերաբար թույլ է տվել գնահատականներ, որոնք որ ավելորդ էին, ճիշտ չէին կամ մեղմ ասած ցանկալի չէին, այդուհանդերձ այն ակտիվությունը, որը կար ժամանակին, հիմա անհնար է համեմատել այս տղայի եւ նրա շուրջ արկա մարդկանց ակտիվության հետ, որը մեղմ ասած որևէ մեկին իշահ չի ծառայելու եւ վստահ եմ, որ կապտանռնագույնների ղեկավար կազմում այս թեմայով մեղմ ասած անհանգստացած են։ Նա երիտասարդ է եւ կան տարիներ, կա տարիների խորության հնարավորություն, որպեսզի դու վստահ լինես, որ ահա այն անձը, ում շուրջ մենք նորից կկերտենք Բարսայի այն փառահեղ անունը, որը տասնամյակներ շարունակ բոլորի շուրթերին եղել է եւ ստիպել է այդ ակումբը միլիոնավոր մարդկանց նորից սիրել ֆուտբոլը եւ առաջին անգամ սիրել ֆուտբոլը։ Այսքանը թերև սուպեր կլասիկոյի մասին, իսկ մենք ունենք հայկական ֆուտբոլի մասին բազմաթիվ թեմաներ, որոնք որ եւս ժամանակի կարիք ունեն եւ քննարկման կարիք առավել եւս։ Fastex Premier League-ան իր ընթացքի մեջ է եւ 11-րդ տուրը այս պահի դրությամբ շարունակվում է, այդ խաղը, վերջին խաղը, մասնավորապես Նոա Արարատ տեղի ունենալու ժամեր անց մենք այդ հանդիպման մասին խոսել չենք կարող։ Գործող չեմպիոնի ու հետնապահի միջև հանդիպումը որքան էլ հիմա շատերիդ կթվա թե բացահայտ ու միանշանակ հաղթող է ունենալու, ամեն դեպքում հավատացնում եմ, որ Արարատը որքան էլ sense խղճուկ տեսք ունի միավորների պաշարի տեսանկյունից, այդուհանդերձ այն պայքարող թիմ է եւ ես կարծում եմ, որ նրանք կկարողանան պայքար առաջադրել
գործող չեմպիոնին, այդուհանդերձ, այո, ֆավորիտ է այս դիմակայությունում, հենց Նոան է։ Նոան մեկ այլ ավելի կարևոր հանդիպում է անցկացրել, որի մասին ավելի մանրամասն մենք խոսենք, իսկ այս տուրի վերջին հանդիպումը Արարատ Նոան արդեն բաժին կհասնի մեր գալիք շաբաթման եւ օգտվենք առիթից ամփոփենք հենց 11-րդ տուրի արդեն ավարտված դիմակայությունները Ալաշկերտ Վան խաղում գրանցվեց միայն 1 գնդակ Ալաշկերտի այդ մեկ գնդակը բավարար եղավ տոնելու շատ կարևոր հաղթանակ, նրանք շարունակում են, այսպես ասած, հավակնորդների շարքում մնալ 25 միավորով Վահե Գևորգյանի թիմը 11 խաղից հետո առաջին հորիզոնականում է 1 խաղ ավելի պակաս ունի իր ակտիվում անցկացրած Արարատ Արմենիան, Մանուել Տուլիպայի սաներն էլ 24 միավոր ունեն, նրանք էլ ավանդաբեր արդեն այս մրցաշրջանի ընթացքում շատ բարդ հանդիպումների շարքը հաղթական իհարկե միավորների տեսանկյունից, բայց դժվարությամբ կերտված հաղթանակի շարքը շարունակվում է եւ ԲԿՄ-ն 1-0 հաշվով հաղթում էր առաջին խաղակեսից հետո, բայց Արարատ Արմենիան կարողացավ երկրորդ խաղակեսում կոտրել հանդիպման ընթացքը նախ Արտուր Սերոփյանի հարվածից հետո եղավ անդրադարձ եւ հավասարեցրին Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները հանդիպման հաշիվը հետո արդեն հանդիպման վերջնամասում հարձակման գծի ֆուտբոլիստներից փոխարինման դուրս եկած Պոլ Այոնգոն կարողացավ հաղթանակ եւ 3 միավոր բերել Արարատ Արմենիային, նրանք էլ կրկին նորից նույն միավորների թեմային 1 միավոր զիջում են, բայց 1 խաղ էլ պակաս են անցկացրել Ուրարտուն գերվստահ հաղթանակ տոնեց, այնինչ օրինակ չի հաջողվում Արարատ Արմենիային, Ուրարտուին դա հաջողվում է այն խաղերում, որոնք որ կարող են տրվել հանգիստ տրվել Ուրարտուին, այդպես էլ ստացվում է, նրանք կարողանում են իրենց պահերը իրացնել եւ հանգստությամբ ապահովագրել հերթական 3 միավորը 5-0 հաշվով գերվստահ հաղթանակ Գյումրիի Շիրակի նկատմամբ, իսկ գյումրեցիների դեմ խաղալը միշտ էլ բարդ է, բայց փաստը ցույց է տալիս, որ այս պարագայում Ուրարտուին դա հաջողվեց հեշտությամբ Փյունիկն էլ վստահ առավելության 2-0 հաշվով առավելության ասավ Գանձասարի նկատմամբ Ուրարտուն երրորդն է ունի 21 միավոր 3 միավոր ավելի պակաս քան Արարատ Արմենիան եւ մեկ հանդիպում ավելի քիչ անցկացրած Փյունիկը Ուրարտուին զիջում է 2 միավոր եւ արդեն պատկերացրեցիք մոտավորապես, թե ինչ հետաքրքիր տեսք ունի հատկապես վերնամասը, իդեպ նույն այս շարքին կարելի է արդեն 5-րդ տեղում գտնվող Նոային էլ ավելացնել, վստահ եմ, որ նրանք կրկնեմ նույն թեման, հա, գլխավոր ֆավորիտի կարգավիճակով են Արարատի դեմ խաղին մոտենում, ունեն 18 միավոր եւ հաջողության դեպքում կարող են միավորների քանակը հասցնել 21-ի, շրջանցել Փյունիկին եւ հավասարվել Ուրարտուին։ Իդեպ նրանք ընդամենը այս պայդրությամբ 9 հանդիպում են անցկացրել, 10-րդն էլ հենց կլինի Արարատի դեմ։ Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նրանք մեկ հանդիպում պակաս են անցկացրել, կարծում եմ բոլորդ էլ գիտեք, նրանք այս պահին միակ հայկական ակումբն են, որ շարունակում է Եվրագավաթներում իր ելույթները եւ նախորդ նրանք եւս մեկ հաջող հանդիպում անցկացրեցին, այո, նրանք կարող էին հաղթել Ունիվերսիտատիա Կրայովային, բայց ոչ ոքին եւս լավ արդյունք է, հատկապես հաշվի առնելով, որ հսկայական ստադիոնում մրցակցի հարկի տակ մենք հաղթում ենք այս պայդրությամբ կարգավիճակով շատ ավելի բարձր եւ ռեյտինգային աղյուսակներում շատ ավելի բարձր դիրք ունեցող ռումինական ֆուտբոլին, որը ռումինական ֆուտբոլը բոլոր տասնամյակներում է ավելի բարձր է եղել, քան հայկականը։ Կարծում եմ այս տարի հատկապես հաշվի առնելով, որ նույն Արարատ Արմենիան էլ ամիսներ առաջ հենց էլի Ռումինիայում պարտության էր մատնել մեկ այլ համալսարանական թիմի Ունիվերսիտատիա Կլուժին, կարծում եմ, որ համատության մեջ ռումինական ու հայկական ֆուտբոլների մենք փաստացի նրանց չենք զիջում արդյունքներով նրանց անգամ հաղթում ենք։ Այդ հանդիպման մասին արդեն հաջորդիվ մի փոքր ավելի մանրամասն։ Կոնֆերենցիաների լիգայի փուլի, հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումը վստահ եմ հայկական ֆուտբոլի երկրպագուների համար շատ սպասված էր։ Ստադիոնը շատ գեղեցիկ էր եւ ռումինացիներն էլ գիտեն ինչպես պետք է աջակցել սեփական թիմին, այնպես որ
անտուրաժի, ինչպես ասում են, եւ ֆուտբոլային մթնոլորտի տեսանկյունից իդեալական հանդիպում էր։ Նոան կազմում մեկ հայով Սերգեյ Մուրադյանով դուրս եկավ դաշտ եւ պետք է խոստովանել, որ ուներ վստահ տեսք, առանձնապես Կրայովան էլ այնպես չէ, որ խաղը ամբողջությամբ թելերը առել էր իր ձեռքը եւ թույլ չէր տալիս Նոային խաղալ առհասարակ։ Առաջին խաղակեսի թիմի խփած գնդակն էլ մի տեսակ տրամաբանությունից դուրս էր, ոչինչ չէր խոսում այն մասին, որ հենց այդպես էլ տեղի է ունենալու։ Ավելի շատ հնարավոր է անգամ չեզոք երկրպագուները կսպասեին 0-ների, բայց ընդմիջման թիմերը գնում են Կրայովայի մեկ գնդակի առավելության պայմաններում։ Երկրորդ խաղակեսում արդեն Նոան փորձեց ընդգծել, որ այս խաղում չի պատրաստվում պարզապես հարմար հաշվող պարտվողի կարգավիճակում դաշտ դուրս գալ եւ պայքար չառաջարկել մրցակցին։ Փոփոխություններ տեղի ունեցան սկզբնամասում եւ մեկնարկում դուրս եկած Մաթեուս Այասին փոխանեց Մուլա Հուսեյնովիչը, ով էլ հենց դարձավ պատասխան գոլի հեղինակը գլխի հարվածով, խաղարկումն էլ ամեն ինչ էլ հայկական ֆուտբոլի ոչ բնորոշ տրադիցիաների շարքին էր, երևի ավանդապես մենք այնպես չէ, որ երկրորդ հարկում շատ լավ են խաղում եւ այդ դիպուկ մեկ հպումով փոխանցումը ճշգրիտ հասցեագրված հենց Տուգանային հրապարակում այն կետում, որտեղ որ Մուլա Հուսեյնովիչն է լինելու, մեղմ ասած հայկական ֆուտբոլին, չեմ ուզում ասել սազական չէ, բայց մենք նման բան շատ քիչ ենք տեսնում։ Պատասխան գնդակը կար, հետո արդեն ճնշում եղավ որոշակի Նոայի կողմից փորձ հասցնելու խաղը հաղթական ավարտին, իր հերթին Կրայովան էլ չէր պատրաստվում այդպես ձեռքերը ծալած մնալ եւ այդուհանդերձ վերջին րոպեներին առավելության եւ հիմնականում դաշտում թելադրողի կարգավիճակը ստանձնեց, փորձեց ճնշել, ճնշումը իր արդյունքը չտվեց եւ 1-1 կարող ենք զուգահեռներ անցկացնել նախորդ մրցաշրջանի հետ։ Փաստացի երկու տուրից հետո Նոան ունի արդեն այնքան միավոր, որքան վաստակել էր նախորդ մրցաշրջանում 6 խաղի արդյունքում Նոան։ Այսել է թե արդեն նվազագույն իրենց խնդիրը նրանք կատարել են եւ կարող են հաջորդ գալիք 4 հանդիպումներին շատ ավելի վստահությամբ նայել։ Իսկ այստեղ մրցակիցներն էլ այդ հնարավորությունը նրանց թույլ տալիս են։ Գիտեք, առհասարակ եկեք Նոայից մի պահ կտրվենք ու խոսենք Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի մասին։ Առաջատարը Ֆիորենտինան է։ Եվ Ֆիորենտինան հիշենք, որ 2 անգամ խաղացել է այս մրցաշարի եզրափակիչում, այդպես էլ չի կարողացել այն հաղթել։ Այս մրցաշարը եվրոպական կարծես ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի Ֆիորենտինան հասնի մինչև եզրափակիչ։ Նրանք բավական լավ են խաղում առհասարակ եւ մշտապես մասնակցում են այս խաղարկություններին։ Այո, կրկնում եմ 5-0 գնդակների տարբերությունը վերջին հանդիպումների ընթացքում եւ երկրորդ խաղն էլ իդեպ Ռապիդին, որին մենք քաջածանոթ ենք նախորդ մրցաշրջանում, Նոան խաղացել էր նրանց դեմ, նրանք մրցակցի արկիտակ 3-0 հաշվով հաղթանակ տոնեցին, առաջին խաղում էլ 2-0 հաշվում էին հաղթանակ տոնել, վստահորեն հենց նույն Ֆիորենտինան գլխավորում է այս լիգայի ընթացիկ խաղարկությունը։ Սակայն նույն Ֆիորենտինան Իտալիայի առաջնությունում հնարավոր Սերիա B-ի ուղեգրերի բաժանորդների շարքում է։ Այո, առաջնությունը նոր է սկսել, սակայն Ֆիորենտինան Իտալիայում այն թիմը չէ, որը աղյուսակի միջնամասի ինչ որ հավակնություններ անգամ ունի։ Գոնե այս պայդրությամբ ես ոչ բոլոր հանդիպումներն եմ դիտել, այնպես էլ չէ, որ Ֆիորենտինայի երկրպագու եմ, մեղմ ասած ինչ որ ինտենսիվությամբ նայում էի Ֆիորեի խաղերը միայն այն տարիներին, երբ այնտեղ Բատիստուտան էր խաղում, բայց հիմա որևէ առիթ ու պատճառ չունեմ խաղերը նայելու։ 2 հանդիպում եմ անցկացրել, երկուսում էլ նրանք պարտվել են, մեղմ ասած կասկածելի հեղինակության հանդիպում որակ նրանց կողմից եւ այս պահի դրությամբ անվան տեսանկյունից, հայտնիության ֆուտբոլային աշխարհում հայտնիության տեսանկյունից Ֆիորենտինան միակն է։ Եվ եվրոպական այս մրցաշարը, որ անվանապես երրորդն է իր հեղինակությամբ, չեմ կարծում, որ միանշանակ եզրափակչի սենց շատ անվանի մասնակիցներ է ունենալու։ Այո, ոտք են գցելու, օրինակ, Մայնցը հնարավոր է Ռայո Վալեկանոն, բայց եկեք ընդունեք Ռայո Վալեկանո։ Գոնե անցած տարի Բետիս կար, գիտեք, Բետիսն էլ ինքը երթին եվրոպական տենց շատ լուրջ ճանապարհ չունի անցած,
ակումբային մրցաշարերում, բայց Betis անունը գոնե հնչում է, բայց ոչ Rayo Vallecano, ընդունեք, որ Լա Լիգայից նման դեսպան ունենալը կամ օրինակ Ֆրանսիայից Ստրասբուր, Գերմանիան Mainz-ով է ներկայացված։ Եվ դրանից հետո, այո, Չեմպիոնների լիգայում պարբերաբար մասնակցություն ունեցող Շախտյորը, Լեգիային էլ կարելի է դիտարկել, որը Եվրոպա լիգայում, Չեմպիոնների լիգայում խաղում է, Սլովանը իր առաջին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղարկությունից հետո գալիս է այստեղ եւ միանգամից առաջին երկու տուրերում պարտվում է ավանդապես հայտնի անուն, այո, Դինամո Կիև, բայց արդյոք դա այն անուններն են, ովքեր որ այս մրցաշարում հաղթելու են, հաղթովի հավակնորդն են լինելու։ Եվ իդեպ հնարավոր մրցակիցներ, ոչ թե հնարավոր մրցակիցներից մեկը, այլ օրացույցով հաստատված մրցակիցներից մեկը Աբերդինը, որը ես օրինակ կարծում եմ, որ թերևս Նոյի համար ամենաբարդ հակառակորդներից մեկն է լինելու։ Նա զրոմիա, որ առաջին երկու խաղից հետո բավական խայտարակ գնդակների տարբերություն, երկու խփած 9 բաց թողած, Կիևի Դինամոն նույնպես չի փայլում։ Գոլի հեղինակ անգամ նրանք չեն դարձել, 5 բաց են թողել, 0 միավոր իրենց ակտիվում։ Իսկ երրորդ տուրում մրցակիցը Սիգման է, չեխական, որը այս պայդրությամբ 1 միավոր ունի։ Հաշվի առնելով մրցակիցների այս խաղը եւ այն անունները, որոնք որ զարդարում են այս տարվա խաղարկությունը, Նոային կարելի է տեսնել play-off-ում, անգամ play-off-ի այդ առաջին փուլը հաղթարելիս, նման մրցակիցների պարագայում հասկանում եմ, շատերը կարող են ասել, այո, կա այնտեղ նաև Crystal Palace, որը տասնամյակներ անց կարողացել է ինչ որ մի բան նվաճել Անգլիայում եւ հայտնվել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, խնդրում եմ։ Crystal Palace-ն է, հա, այս եվրոպական երրորդ մրցաշարի հաղթողի հավակնորդը։ Լավ, եկեք պատկերացնենք եզրափակիչ Ֆիորենտինա Crystal Palace։ Նայելու եք նման հանդիպում։ Ոչինչ չասող վերնագիր, որը որևէ երկրպագուի, չեզոք երկրպագուի, ֆուտբոլի սիրահարի չի կարող ձգել, գիտեք։ Իդեպ ընդգծեմ, որ նույն իրավիճակը նաև Եվրոպա լիգայում է։ Այնտեղ էլ չկան անվանի ակումբներ, որոնք որ հիմնականում դրանից մեկ մրցաշրջան առաջ սայթակած են լինում եւ հայտնվում են այստեղ ավանդաբար այնտեղ ինչ որ Յուվենտուսներ, Մանչեսթեր Յունայթեդներ լինում էին, սակայն ոչ այս մրցաշարում եւ ոչ այս մրցաշրջանում հատկապես։ Այնպես որ գալիք տարի ով հաղթի Չեմպիոնների լիգան, կարծում եմ միանշանակ նաև երաշխավորված սուպեր գավաթային հանդիպում է ունենալու հաղթական, կարճ ասած ընթացիկ խաղարկությունում Տոտենհեմ Եվրոպա լիգայում չի լինելու, ով կարողանա ոդ գցել նույն Paris Saint-Germain-ի հետ, անգամ երկու գնդակի առավելություն ունենալ եւ այդքան մոտ լինել սուպեր գավաթին, որը միայն 11 մետրանոցներով կզիջի, անգամ Տոտենհեմը։ Այո, նման թիմեր ես կարծում եմ, որ ընթացիկ խաղարկության ոչ Եվրոպա լիգայի խաղարկությունում կան, ոչ էլ առավել եւս կոնֆերենցիաների լիգայում մի տեսակ շատ համեստ տեսք ունի այս տարվա խաղարկությունը։ Սա էլ հերթական թեմաներից մեկը եւ ժամանակ հատկացնենք եւս երկու թեմաների՝ մարմնամարզությանը եւ գեղասահքին։ Մարմնամարզության աշխարհի առաջնությունը, հերթական առաջնությունը բաժին էր հասել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտային։ Այնտեղ էին գնացել աշխարհի լավագույն ու ամենաուժեղ դպրոցների ներկայացուցիչները ու առասարակ մարմնամարզության գերաստղերը։ Պետք է արդեն սահմանենք, որ այդ շարքում նաև ուժեղ հավաքական ունեցողների, ուժեղ տեխնացուներ ու մարզիկներ ունեցողների շարքում էինք նաև մենք։ Միանգամից երկու արծաթե մեդալով ենք վերադառնում աշխարհի առաջնությունից։ Նման բան տասնամյակներ առաջ դժվար էր պատկերացնել։ Իսկ հիմա ամեն Եվրոպայի առաջնությանը, ամեն աշխարհի առաջնությանը մենք պատվո հարթակում տեղ ունեցող, պոտենցիալ տեղ ունեցող մարզիկներ ենք գործուղում աշխարհի առաջնությունների։ Շատ ուրախ եմ Արթուր Դավթյանի համար, մարդու որ վերջին տարիների ընթացքում հայկական դրոշը ամենաբարձրն է պահում մարմնամարզության աշխարհում, ել ավելի ուրախ եմ երիտասարդ, շատ համեստ Մամիկոն Խաչատրյանի համար։ Նա իր առաջին սենց սուպեր նվաճումն ունեցավ
սպորտային մարմնամարզությունում, երաշխավորելով նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալը։ Նրա մասին շատ է խոսվել, բազմաթիվ հարցազրույցներ կան, խորհուրդ եմ տալիս նրա ելույթը առհասարակ դիտել, այն վստահությունը, որով նա ճախրում էր նժույգ թափերի վրա, հիացմունք է առաջացնում, թիկունքում էլ տեսնում ես նրա մարշին, մարդկանց, ովքեր որ երկար տարիների աշխատանքի արդեն սենց բյուրեղացումն են տեսնում նժույգ թափերի վրա, շատ ուրախ եմ Մամիկոնի համար, կրկնում եմ, Արթուրն էլ իդեպ այդ ելույթից հետո տվել է արդեն մի քանի հարցազրույց, կարծիքներ, դրանցից լավագույնը իմ գործընկերներից մեկի Լուսինեի Շահաբազյան հարցազրույցն էր News-am-ին, որից որոշ կտորներ ես կընթերցեմ ձեզ համար, իսկ Արթուր Դավթյանի ամբողջ հարցազրույցը հոկտեմբերի 26-ին արած կարող եք գտնել համացանցում, կարողացա կատարյալ ցատկեր անել, բայց Ֆիլիպինցին հաղթեց վարժության բարդությամբ։ Մի հետաքրքիր միտք կա, որ առանձնահատուկ իմ համար շատ կարևոր է, Արթուրը այս անգամ ընդունում է, որ փաստացի զիջել է Ֆիլիպինցուն, քանի որ նա ասում է, ես համաձայն եմ, նա բարդությամբ շատ ավելի էական էլեմենտով, բարդ էլեմենտով հարուստ վարժություն է իրեն թույլ տվել եւ այն կատարյալ արել, իսկ իմ ցատկերը, այստեղ Արթուրի անունից եմ խոսում, նույնպես եղել են կատարյալ, լավագույնը, որ հնարավոր է, սակայն հաշվի առնելով այդ բարդությունը, ես ընդունում եմ նրա հաղթանակը։ Նա ընդգծել է, որ նրանց միջև հերրակա պայքարը Ֆիլիպինցու յուրոյի հետ, որը տեղի ունեցավ նաև Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում, այնտեղ մի փոքր իր նկատմամբ անարդար վարվեցին եւ չգնահատեցին այնպես, ինչպես օրինակ այստեղ են գնահատել, եւ այնտեղ նա նույնպես զիջեց ոսկե մեդալը Ֆիլիպինցուն, բայց այս պարագայում նա ասում է, որ անգամ իմ իդեալական կատարած ցատկերի պայմաններում նա ինձ հաղթել է, սեփական պարտությունը ընդունելը, կարծում եմ, դա հաղթող մարդու հոգեբանության ամենակարևոր կետերից մեկն է, ու վստահ եմ, որ Արթուրը դեռևս չնայած տարիքին, չնայած վնասվածքներին, նա դեռևս առիթներ կունենա ապացուցելու, որ կարող է հավակնել ոսկե մեդալի ու հաջողության, լինի աշխարհի առաջնություններում, թե լինի օլիմպիական խաղերում, հուսանք, որ դեռևս Արթուրին կկարողանանք տեսնել, այնպես որ մեր սպորտային մարմնամարզության դպրոցի ներկայացուցիչներին եւս մեկ անգամ շնորհավորում եմ ու վստահեցնում, որ նրանք ել ավելի մեծ ուշադրության են արժանի։ Սակայն կա եւս մեկ մարզաձև, որը ոչ պակաս լուրջ հաջողություններ ունի, իհարկե մեդալային նվաճումների տեսանկյունից համեմատել նրանց չենք կարող, սակայն հայկական դպրոցը ու Հայաստանը անունը, թե ինչպես են նրանք ներկայացնում ամբողջ աշխարհում, արժանի են ոչ պակաս ուշադրության։ Խոսելու ենք գեղասահքի մասին, քանի որ շատ հետաքրքիր մի քանի նյուանսներ կան, որոնք որ քննարկվեցին վերջին հաջողություններից հետո, իսկ ձեզ ասեմ, որ երկար տարիներից բացակայությունից հետո, մենք վերադառնում ենք օլիմպիական խաղեր զույգով, ավելի մանրամասն, կարճ ասած, րոպեներ անց կխոսենք եւ կդիտենք մեզ համար պատրաստված շատ հետաքրքիր մի ռեպորտաժ հարցազրույց։ Շաբաթներ առաջ մեր սպորտ ոդքասթի եթերում շատ կարևոր ժամանակահատված մենք տրամադրել էինք գեղասահքին։ Առիթը պարզ էր։ Մենք Միլանում գալիք տարի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում սպորտային զույգ ենք ունենալու, ովքեր կներկայացնեն Հայաստանը՝ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը։ Եվ օլիմպիական խաղերին ընդառաջ այս շարերի ընթացքում, որոնք որ ուղեգրեր են ապահովում, մենք բավական լուրջ ներկայացուցչական տենց խմբով էինք այնտեղ գնացել, ունեինք նաև պարային զույգ եւ մենասահորդ Սեմյոնը Դանիելյանց, նրանցից մեր սպորտային զույգին հաջողվեց ապահովել օլիմպիական խաղերի մասնակցություն։ Բայց սա մի կողմ։ Մենք նաև շատ թեթև քննարկեցինք, թե ինչ է տեղի ունենում
մեր գեղասահքի աշխարհում որոշակի հարցեր բարձրացրինք, նաև մեջբերումներ եղան տված հարցազրույցից, որը Արի Զաքարյանն էր, հա, գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահն էր խոսել, որոշակի մանրամասներ ասել, սակայն իմ գործընկերը Մարիա Բաղդասարովան, ով երկար ու ձիգ տարիներ ապրում է Եվրոպայում եւ գեղասահքի մեծ սիրահար է, տարիներ շարունակ մենք Մարիայի հետ կապ ենք պահպանում, խոսում թե ինչ է կատարվում Հայաստանում գեղասահքում եւ ամբողջ աշխարհում սիրված մարզաձև է շատերի կողմից, շատերը հետաքրքրվում են, Մարիան առանձնահատուկ հետաքրքրություն ունի, երկար տարիներ իրար օգնել ենք հասկանալու թե ինչպես կարելի է հավատարմագրվել այս կամ այն միջազգային մրցաշարին, Մարիան էլ ի դեպ մի քանի անգամ նույն արմսպորտի համար, որին ես թղթակցել եմ տարիներ առաջ, նաև շատ հետաքրքիր նյութեր է պատրաստել, որոնք մինչև հիմա էլ կան կայքում կարող եք գտնել, այնտեղ հետաքրքիր պատմություններ են հայ գեղասահորդների մասին։ Եվ Մարիան առաջարկով հանդես եկավ, նա ասաց, որ Անժե քաղաք է մեկնելու, այնտեղ հերթական Grand Prix-ն է տեղի ունենալու օլիմպիական խաղերի այս նախորդող շրջափուլի Grand Prix-ների շարքից եւ առիթ ու հնարավորություն ունի հանդիպելու Արի Զաքարյանի հետ։ Ես առաջարկեցի մեզ համար պատրաստել փոքրիկ հարցազրույց եւ այն որոշակի հետաքրքիր հարցերը, որոնց մասին մենք խոսել էինք մեր ոդքասթի ընթացքում, քննարկել հենց նրա հետ։ Արի Զաքարյանի անունը առասարակ համաշխարհային գեղասահքում շատ լուրջ հեղինակություն ունի, պարզապես ընդգծեմ, որ Արին ուղեկցում էր գեղասահորդներից համաշխարհային մեծության գեղասահորդներից մեկին, աշխարհի կրկնակի չեմպիոն Իլիա Մալինինին, Ամերիկայի ներկայացուցիչ, առասարակ նրա անունը բոլորը գիտեն, նա ամենահայտնի պրոդյուսերներից մեկն է, որ գեղասահքի աշխարհում լուրջ հեղինակություն է վայելում։ Ահա եւ Արին, որը համատեղության կարգով նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահն է, պատմել է այն նվաճման մասին, որը գրանցել են Ակոպովան եւ Ռախմանին զույգը, խոսել այդ նվաճման առասարակ կարևորության մասին, բայց նաև ժամանակ ու հնարավորություն է դա տվել խոսելու այն խնդիրների մասին, որոնք որ կան մեզ մոտ։ Բանից պարզվում է, որ ամբողջ աշխարհում գիտեն հայկական դպրոցի ներկայացուցիչների կամ հայազգի ներկայացուցիչների մասին, որպեսզի իրոք շատ են, այդ թվում եւ շատերին երևի թե քաջ հայտնի Ռաֆայել Հարությունյանը, Գուրգեն Վարդանյանը, սակայն Հայաստանում գեղասահքի նկատմամբ վերաբերմունքը ինչ որ գիտեք ինչ առիթից առիթ է, այն էլ 4 տարին մեկ եւ այն էլ ինչ ունենք մենք ասելու այստեղ։ Եվ կա հսկայական տարբերություն այն թե ինչպես են ամբողջ աշխարհում ընդունում մեզ եւ ինչպես ենք մենք մեզ ընդունում։ Այդ խնդիրները հենց լուսաբանվել, պարզաբանվել են Մարիայի կողմից Արի Զաքարյանի շուրթերով։ Առաջարկում եմ հարցազրույցը դիտել, այն բաղկացած է երկու մասից, հարցազրույցի մի մասը արել են հենց մարզապալատում Անժեի եւ մի մասն էլ մարզապալատից դուրս հարևանությամբ եւ այդ հատվածը արդեն ռուսերեն է եւ հայերեն տիտրերով թարգմանությամբ կարող եք կարդալ, հասկանալ թե ինչ էական խնդիրներ կա հայկական գեղասահքում։ Հայաստանի կազմը Պեկինի կվալիֆիկացիա ներծումներին կազմված էր մենակատար Սերգեյ Դանիելյանց, պարային զույգը Կրիստինա Դաբրասերդովա, Ալեքսանդր Պիլիգրինի եւ պարային զույգը, սպորտային պարային զույգը Նիկիտա Ռախմանյանը եւ Կարինա Ակոպովան։ Մենք իհարկե շատ ուրախ ենք, որ մեր զույգը անցավ, Ակոպովան Ռախմանյան զույգը, եւ նրանք այսօրվա օրով կարող են լինել ամենալավագույն տասնյակի մեջ եւ կարող են մինչեւ
մինչև 5-րդ տեղը կարող են իրանք պայքարել իմ կարծիքով։ 2 տարի իրենք չեն մասնակցում մրցումներին, որովհետև կարանտին պետք է սպասեին, որ թույլատրություն ստանային միջազգային ISU-ի կազմակերպությունից իրենց մասնակցելու համար։ Եվ 2 տարի առանց մասնակցելու իհարկե դա շատ դժվար է։ Բայց մենք շատ ուրախ ենք, որ հոյակապ իրենց ելույթի հոյակապ էր, 2-րդ տեղը գրավեցին, իմ կարծիքով իրենք կարող էին առաջ տեղն գրավեին, բայց մրցումները Չինաստանում են եւ չինական զույգը իհարկե անցավ իրանցից առաջ, բայց շատ մեծ հաջողություն է հայկական սպորտի համար եւ հայկական գեղեցկավորները ընդհանրապես աշխարհում շատերը երևի չգիտեն, մենք շատ մեծ գործ ենք արել աշխարհում հայկական սպորտը, հայկական հայ անունը գեղեցկի մեջ շատ մեծ անուն ունի։ Շատ ցավոք, որ Հայաստանում քիչ գիտեն, որ գեղեցկը այնպիսի մի սպորտ է, որ շատ ոչ միայն գեղեցիկ եւ ամբողջ աշխարհում հայտնի է, բայց մեր ազգը չգիտեմ ինչու չի ունենում այդ հնարավորությունը, որ մեր սպորտին ավելի շատ նայի եւ զբաղվի այդ մեր մարզաձևով։ Եվ իհարկե ցավոք շատ դեպքերում մենք ունենք, որ օլիմպիական խաղերի ժամանակ մենք ունեցել ենք մասնակիցներ, բայց շատ քիչ են մասնակցում։ Մենք համարյա պրեսա չունենք, ոչ միտեղ ոչ օրինակ աշխարհարարության, եվրոպայարարությանը ամեն տեղերից գալիս են, բայց մենք չունենք ոչ մի պրեսա։ Շատ ցավոք է այդ մոմենտները։ Спорт, фигурное катание в Армении очень получает очень, я бы сказал, мизерную поддержку от государства по сравнению с нашими соседними странами, той же Грузией и даже Азербайджаном и Турцией. Если мы видим, сколько там народу катается и какая у них финансовая поддержка, это, конечно, даже невозможно об этом даже мечтать. То, что они имеют, и то, что в Армении имеем. Но при этом, я еще раз сказал, что наше армянское фигурное катание в мире одно из самых узнаваемых и в мире, я имею в виду не в Армении, а в мире. И все знают, кто мы, откуда мы и как мы добились всего этого. Хотелось бы, чтобы наш народ это тоже понимал. Например, вот у меня недавно была такая история, что я прилетел из Америки посмотреть, как идет подготовка нашего спортсмена Микаэла Салазаряна к предстоящим международным выступлениям. Но когда я пришел на тренировочную арену, меня на лед не пустили. Сказали, что мы тебя не знаем, хотя все ребята, которые там находились, они все подошли, обнимались, там, давай, заходи. Понятное дело, что меня знают, потому что столько лет я занимаюсь этим видом спорта, не только сам катался, и сейчас я имею в виду занимаюсь уже в целом. Меня знают, можно сказать, что все те люди, которые занимаются этим видом спорта профессионально, они меня знают. А в Армении, у себя дома, в Ереване, вот так вот меня не пустили, поэтому мне не удалось даже посмотреть, в какое состоянии идет подготовка нашего спортсмена. И такие вещи, конечно, не должны быть. Это нехорошо. Также я знаю, что 2 года назад в Армении проходил сбор команда Светлана Соколовская и Евгения Рукавицына. Это ведущие российские тренера с командой такой, где топовые спортсмены, они приезжали в Армению. А им выключили свет и попросили уйти со льда. То есть вот такие вот вещи, это не делает чести нашей стране. И, к сожалению, так как я являюсь патриотом своей нации и хочу, чтобы нас знали, и чтобы мы добивались максимальных результатов, и в мире, чтобы мы гордо носили имя армянин. И хочется, чтобы те, которые меня слышат, чтобы они поняли, о чем я говорю. А так, это прекрасно, что
Акопова и Никита Рахманин поедут на Олимпиаду, и мы хотим, чтобы их поддержали, и они, безусловно, являются на сегодняшний день одной из сильнейших пар в мире, и у них их цикл будет после Олимпийских игр. Вот следующие 4 года, я думаю, что их будут знать везде, и любители фигурного катания, и они будут показывать, я думаю, что хороших результатов. Они тренируются в полуармянском городе в Сочи, поэтому все, что связано с нашим народом, там все присутствует. И хочется, чтобы вы за них болели, и хочется, чтобы на Олимпийские игры тоже максимальное количество медиа нашего армянского тоже присутствовало, потому что, как я и сказал, что на предыдущих чемпионатах Европы и мира, к сожалению, мы не видим никаких наших журналистов и комментаторов на трибунах, хотя опять еще раз говорю, что наш армянский след, он огромен в этом виде спорта. Արած աշխատանքի համար կրկին ուզում եմ հոգաչափ շնորհակալություն հայտնել Մարիային Բաղդասարովա, նրա ցանկության առասարակ համատեղ աշխատանքի համար ինձ մշտապես գերագույն հաճույք է պատճառում նրա այդ աշխատանքը, մարդու ով ունի հիմնական աշխատանք, պարտականություններ, բայց դրա հետ մեկտեղ ժամանակ է գտնում պարզապես սեփական գրպանից առանց որևէ շահի ամբողջ աշխարհով Եվրոպայով ճանապարհորդել, լինել մեր մարզիկների կողքին, աջակցել նրանց եւ ամենակարևորը լուսաբանել։ Բանից պարզվում է, որ մենք ունենք հիասքանչ մարզիկներ, սակայն լուսաբանումը մեծ հաշվով հավասարվում է 0-ի եւ մեր այս նմանատիպ փորձերը, գիտեք, ընդամենը փորձեր են այդ բացը լրացնելու, իսկ աշխատանքը, որը պետք է տարվի, հսկայական է։ Հուսամ սա եւս մեկ նմանատիպ առիթ է խոսելու գեղասահքի խնդիրների մասին, որոնք պետք է լուծվեն, իսկ առիթները առաջ գնալու իրենք գեղասահորդները կտան, քանի որ դրանք մեկը երկուսը չեն, դրանք շատ են եւ նրանք ցանկանում են Հայաստանի անունն ու պատիվը բարձր պահել։ Այս շաբաթվա համար մենք առանձնացրել էինք այսքանը, կհանդիպենք Բուն TV-ի եթերում գալիք շաբաթ, երեքշաբթի օրը նույն ժամին, նույն տեղում։